Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, ասվում է Եվրամիության դիտորդական առաքելության միկրոբլոգում արված գրառման մեջ։ Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել, ասված է գրառման մեջ։ Հակամարտությունը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցը։ Նա նշել է, որ անցնող շաբաթ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործընթացը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանի ավելի անվտանգ եւ բարգավաճ լինելու ուղղությամբ։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն ու բարգավաճում կբերի աշխարհին, եւ մենք չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի կունենա, գրել է Թրամփի խորհրդականը։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլցի նախօրեի գրառմանը։ Փաստաբան Գենսերը առաջին գրառման մեջ նշել է, որ Մայքլ Ուոլցը ընդգծել է ոչ միայն Սպիտակ տան հանձնառությունը Կովկասում խաղաղության ու խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այլև որ հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այդ թվում իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը, նշել է փաստաբանը։ Իսկ հաջորդ գրառմամբ նա X-ում հատուկ հղմամբ նշել է Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին։ Հարգելի վարչապետ Փաշինյան, հարգելի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, տեսեք Մայքլ Ուոլցի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտություն, բայց նաև հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։ Ես հավատում եմ, որ դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը։ Ինչ ճակատագիր կունենան մեր երկրում առաքելություն իրականացնող Եվրամիության դիտորդները, ինչքան կմնան։ Նրանց մանդատը նախորդ ամիս 2 տարով երկարաձգվեց։ Իսկ օրեր առաջ էլ Հայաստանը հայտարարեց, թե համաձայնել են նրանց հեռացնելու ադրբեջանական պահանջին։ Դիտորդները եկել են նպաստելու խաղաղության ու կայունության գործընթացին հայ-ադրբեջանական սահմանին։ Նրանց վերահսկողությունից ի վեր էական էսկալացիաներ չեն եղել, արձանագրում է Հայաստանի գլխավոր դիվանագետը, ու շտապում կանխել մտահոգությունները։ Հիմա չեն հեռանա, կմնան այնքան, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետևաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Խոսքը զուտ սահմանին, այդպես ինչպես մյուսներն են սիրում ասել, հեռադիտակային դիտարկման մասին։ Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի ու իրականում երկու երկրների միջև խաղաղություն հաստատվի, ոչ թե միայն փաստաթղթով, այլ նաև հողի վրա, այո, դիտորդները կարող են հեռանալ, ասում է քաղաքագետը։ Այսպիսով կստացվի, որ սահմանային իրավիճակը հանգիստ է, դիտարկելու, ուսումնասիրելու ոչինչ չկա։ Խաղաղության պայմանագիրը ստորագրի իրոք դիտորդներ պահելու իմաստը չկա, բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք կստորագրվի այդ համաձայնագիրը, թե ոչ։ Ես վստահ եմ, որ չի ստորագրվի, այլև տարբեր պատճառներով այսպես տորպեդարելու է գործընթացը։ Քաղաքագետը համոզված է, որ եթե անգամ Հայաստանը ընդառաջ գնա ադրբեջանական թվացյալ վերջին պահանջին ու անգամ սահմանադրությունը փոխի, ապա դարձյալ Ալիևը գործընթացը կտանի նոր փակուղի, առաջ բերելով նոր պահանջներ։ Խաղաղության պայմանագիրը կապում է Ալիևի ձեռքերը, որն իհարկե իրեն ձեռնտու չէ։ Միգուցե նա բոլոր երեքը միասին։ Առաջին Ռուսաստանի խոսքը տվել, որ չի գնալու համաձայնագրի ստորագրմանը, երկրորդ նա կարծում է, որ Հայաստանը շատ թույլ է եւ ապակա տասնամյակների ընթացքում չի կարող որևէ կերպ մրցակցել Ադրբեջանի հետ սպառազինությունների գնման, տնտեսության մեծության հարցում եւ փորձում է ավելի շատ բան կորզել։ Եվ երրորդ տարբերակն է, որ նրան պետք չէ խաղաղություն, որպեսզի լինի մշտապես արտաքին ճշնամու կերպար, իր սեփական ժողովրդին ավելի շատ թալանելով։ Այսպիսով վաղ է քննարկել դիտորդների հեռացման հարցը, քանի որ թե պայմանագրային փաստաթղթավորված եւ թե առավել եւս իրական խաղաղությունը այդքան էլ մոտ չէ։ Պարզ է, Բաքուն պահվածքն ու հռետորաբանությունը չի փոխել, Ալիևի երակներում նույն բռնապետերին բնորոշ արյունն է։
Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Էմանուել Մակրոնի հետ վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ինչպես նաեւ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցում Կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին են անդրադարձել, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծով համաձայնագրի շուրջ մտքեր են փոխանակել։ Իրանը միշտ ողջունել է խաղաղության, մերձեցման եւ կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելով, ասել է Փեզեշքյանը։ Երբ եւ որտեղ կստորագրեն խաղաղության փաստաթուղթը, հարցն այլևս միամիտ է թվում։ Բաքվից ասում էին տեքստը համաձայնեցված պատրաստ է։ Այսօր ասում են վաղ է ստորագրման վայրի հարց քննարկել։ Ասում էին 17 կետանոց փաստաթղթից 15-ը համաձայնեցված է։ Երկուսն է մնացել։ Իմացանք, որ այդ երկուսն էլ համաձայնեցրել են։ Հայաստանը հետ կկանչի միջազգային դատական հայցերը ընդդեմ Ադրբեջանի եւ եվրադիտորդները Բաքվի պահանջով կհեռանան հայ-ադրբեջանական սահմանից։ Բայց հիմա պարզվում է նրանք էլի պահանջ պայմաններ ունեն։ Փոխարտգործնախարար Մամեդովն է թվարկել Մեջլիսում։ Ադրբեջանական կողմը այժմ սպասում է Հայաստանի սահմանադրության համապատասխան փոփոխություններին, որ հանեն 1990-ականներից ի վեր մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները եւ լուծարեն Մինսկի խումբը։ Ադրբեջանական կողմը դա արդեն տևական ժամանակ առաջարկում էր, համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք հայկական կողմը մինչև օրս չի միացել համատեղ կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում։ Մասնագետները հետևում են իրադարձությունների զարգացմանը։ Քաղաքագետն ասում է, որևէ ադրբեջանցուց չի լսել ստորագրման պատրաստակամության մասին հայտարարություն, ոչ միայն տեղ, ժամ ու վայր չէին նշում, այլև չեն համաձայնել փաստորեն փաստաթղթի համաձայնեցված լինելու մասին հայկական կողմի հետ համատեղ հայտարարել։ Տեքստը պատրաստ է։ Քիվեստում տեքստը պատրաստ չի եղել, Կազանում տեքստը պատրաստ չի եղել։ Ամերիկայի նախագահան նամակագրում զանգում շնորհավորում է, Ֆրանսիայի նախագահան հեռախոսով խոսում է, Ռուսաստանի նախագահան հասել Կազան, որ գնան ստորագրեն։ Խաղաղությունից են խոսում ու շեշտակի ավելացնում ռազմական ծախսերը։ Ադրբեջանը 2024-ին պաշտպանության վրա ծախսել է գրեթե 4 միլիարդ դոլար, ինչը 7.7 միլիոն մանատ կամ 12% ավելի է նախորդող 2023-ի ծախսերից։ Այդ երկրի վարչապետ Ասադովն է Մեջլիսում հայտարարել։ Մասնագետները տարակուսած են, Բաքուն դարձյալ մանևրում է, խաբում ըստ էության։ Հարցնում են, կար հանրային պահանջ կամ մանդատ միանձնյա որոշել հայցերը հետ կանչել միջազգային ատյաններից։ Հատկապես եթե Ալիևի մտքին ստորագրելն ամենևին էլ չկա, իսկ Երևանն ամենաբարձր մակարդակով է ասել, որ նույնիսկ ստորագրումը Ալիևյան ագրեսիայի բացառման երաշխիք չէ։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մարտի 18-ին Ուկրաինայի հարցով զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ցանկանում ենք տեսնել, կարող ենք արդյոք վերջ դնել այս պատերազմին, գուցե մենք կարող ենք, գուցե չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք, ասել է Թրամփը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրող այլ երկրներ զինվորական մեծաքանակ զորախումբ չեն ուղարկելու։ Փոխարենն այդ երկրները կարող են տեղակայել մի քանի հազար զինվորական առանց Ռուսաստանի թույլտվության։ Դա կարող է ենթադրել, որ յուրաքանչյուր երկիր տեղակայելու է մի քանի հազար զինվոր Ուկրաինայի կարևոր կետերում ուսումնական ծրագրեր իրականացնելու եւ մեր երկարաժամկետ աջակցությունը ցուցադրելու համար, նշել է Մակրոնը։ Եմենի հյուսիսային կառավարվող շիա ռազմաքաղաքական Անսար Ալլահ շարժումը հայտարարել է Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ամերիկյան ավիագրի վրա երկրորդ հարձակման մասին։ Ավելի վաղ հութիները հայտարարել էին ավիագրի վրա հարձակման մասին Կիրակի երեկոյան, անվանելով դա Եմենի տարածքի ռմբակոծության պատասխան, որի հետևանքով հութիների կառավարության առողջապահության նախարարության տվյալներով ավելի քան 50 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել։ Պակիստանի Բելուջիստան քաղաքի մայրուղու վրա սահմանապահ զորքերի ավտոբուսների շարասյան վրա հարձակում է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով առնվազն 12 պակիստանցի զինվորական է զոհվել, 26-ը վիրավորվել։ Հարձակումը սկսվել է պայթյունից, որին հաջորդել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից ինքնաշեն սարքի միջոցով։
Վրաստանի դատարանը երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման 2021 թվականին սահմանն ապօրինի հատելու համար։ Թբիլիսիի նախագահը Վրաստանի երրորդ նախագահին մեղավոր էր ճանաչել պաշտոնավարման ընթացքում պետբյուջեից մի քանի միլիոն դոլար յուրացնելու համար եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Այսպիսով Սահակաշվիլին բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի ձերբակալման պահից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ 2024 թվականին գրանցվել է Սառը պատերազմի ավարտից ի վեր զենքի համաշխարհային շրջանառության ամենաբարձր ցուցանիշը։ Նման աճը ի թիվս այլնի պայմանավորվել է ռուս-ուկրաինական պատերազմով։ Կիևին ռազմական աջակցության շրջանակում ազատվելով հնացած զենքերից եւ ռազմական տեխնիկայի համակարգերից արևմուտքը սկսել է ժամանակակից եւ ավելի թանկ զինատեսակների լայնածավալ գնումներ։ Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է 42.329 միլիարդ դոլար, երկրորդ տեղում Ռուսաստանն է 13.75 միլիարդ դոլար, երրորդ տեղում Ֆրանսիան է 7.6 միլիարդ դոլար։ Տասնյակ մարդիկ են զոհվել Հյուսիսային Մակեդոնիայում դիսկոտեկում կայացած համերգի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով։ Առնվազն 60 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհը բռնկվել է պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով։ Համերգին ներկա է եղել շուրջ 1500 մարդ։ Այս գործով մի քանի մարդ է բերման ենթարկվել։ Դատախազությունը հետաքննում է միջադեպը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե հանրագումարով, թե բարեվարկությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգին ներդրման շրջանակներում քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը վերահսկողական գործառույթ տրամադրելու շուրջ իրավական կարգավորումների ապահովմանը։ Նրա խոսքով համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է, քննարկվել նախարարական կոմիտեում, ապա դրվել հանրային քննարկման։ Երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի եւ ամփոփվելուց հետո կներկայացվի ազգային ժողով։ Մցխեթա Ստեփան Ցմինդալարս ճանապարհին, որը տանում է դեպի վրաց-ռուսական սահման, ավտոմեքենաների երկար խցանում է առաջացել։ Ենթադրվում է, որ մեքենաների համար երթևեկությունը սահմանափակ է ճանապարհի վերանորոգման պատճառով։ Հիշեցնենք, որ ռազմավարական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ Վրաստանի ճանապարհով։